Մոտ 100 հայկական ընկերություն իր ապրանքներն ու ծառայություններն է առաջարկում մանուկներին և նրանց մայրիկներին մարզահամերգային համալիրում բացված երրորդյա ցուցահանդեսում։ Լոռիից Հասմիկը այստեղ է բերել գրքի տեսքով իր խաղերը, որոնք օգնում են երեխաներին հեշտությամբ սովորել գույները, տառերը, թվերն ու եղանակները։ Այն հիմնականում համալիրի ծրագրի չափորոշիչներին համապատասխան է պատրաստվում, իհարկե հաշվի առնելով երեխաների տարիքային առանձնահատկությունները եւ հիմնականում նպատակն այն է, որ երեխան խաղալով սովորի եւ սովորեցնելով խաղացնենք երեխային, այսինքն աշխատել եմ հաճելին եւ օգտակարը համատեղել միասին։ Հռիփսիմեն կերամիկայից եւ կիսաճենապակուց պատրաստված ձեռագործ իրերով է եկել։ Ասում է վերջին տարիներին հայ կանայք նախընտրում են սեղան բացել կիրառական սպասքով։ Սպասք ենք բերել, որ կարծում եմ կնոջ համար, էսթետիկայի համար շատ կարևոր նշանակություն ունի։ Ցանկացած դետալ մեր իրերի մեջ շատ լավ մշակված է ու շատ հետաքրքիր տեսականի ենք նորից ավելացրել։ Իսկ Սոնան ցուցահանդես է բերել բնական քարերից պատրաստված զարդեր, վստահեցնում է, դրանք ոչ միայն գեղեցիկ են, այլև բուժիչ հատկություն ունեն։ Մեկը կարգավորում է ճնշումը, մյուսը մաքրում էներգետիկ դաշտը։ Մեր կենցաղում այնքան շատ են արհեստական, սինթետիկ, քիմիական նյութերից պատրաստված ամեն ինչը, իսկ սա մի փոքրիկ քայլ է, որպեսզի մենք կարողանանք բնականը բերել մեր աշխարհ, բնականը կրենք, զգանք նրա էներգետիկան, ինչը օգնում է նաև բնական քարերը։ Կազմակերպիչները նշում են, արդեն 18 տարի անցկացվող այս նախաձեռնության հանդեպ հետաքրքրությունը տարեցտարի աճում է, այցելուների թիվը ավելանում։ Ցուցահանդեսը դա այն գործիքն է, մարքեթինգային գործիքը, որը թույլ է տալի ընկերություններին ավելացնել իրենց ճանաչելիությունը շուկայում միանշանակ, ներկայացնել նոր ապրանքներ, ծառայություններ և կապ հաստատել հասարակության հետ։ Տպիչ մեքենայից զատ այստեղ ցուցադրված գիպսի արձանիկները պատրաստում են հաշմանդամություն ունեցող երեխաները իրենց գույներով հաղորդակցվելով աշխարհի հետ։ Մրուկ Վիդրիմսը ներդրում է ունենում տարբեր բարեգործական միջոցառումներին իր գիպսի արձանիկներով և 3D մոդելավորման խաղալիքներով։ Շատ մեծ ներդրում ունի նաև այս սոցիալական ձեռնարկությունը Սպիտակ խոշորացված համայնքը և մեծ սիրով համագործակցում ենք տարբեր դպրոցների, մանկապարտեզների հետ։ Ավանդական քաղցրավենիքներով ու ձեռագործ աշխատանքներով լի սեղանիկները հայկական կարմիր խաչից աջակցություն ստացած շահառուներինն են։ Զանազան արտադրատեսակներ են, չէ՞, գործվածներից մինչև տպագրություն եւ հետաքրքիր նորարարական գաղափարներ, եւ սա վկայություն է այն մասին, որ մեկս մյուսի աջակից լինելով օգնելով կարող ենք ոչ միայն փոխել տվյալ պահին մեր տրամադրվածությունը իրավիճակի նկատմամբ, այլ նաև ապահովել եւ օգնել մեկս մյուսին բիզնես նախագծերում, բարդ նախագծերում հաջողելու։ Տեղական անուշեղենի շարքը շարունակում է Մարիաննան 2022-ին բացել է շոկոլադի արտադրություն։ Ասում է նման ցուցահանդեսները մեծ ճանաչում են ապահովում։ Շատ լավ արտադրողներ ունենք, գնահատողները շատանում են գնալով։ Հայկական արտադրանքի դա շատ հաճելի է ու մենք էլ մեր աշխատանքից հաճույք ենք ստանում, երբ մեզ գնահատում են։ Ցուցահանդեսին զուգահեռ անցկացվում են նաև մրցույթներ տարբեր ուղղություններում, քանդակագործությունից նկարչություն։ Ծաղկանուշ Միրզոյան, Ռաֆիկ Սողոմոնյան, լուրեր։